Մարտի 18-ին կեսգիշերն անց Արցախից բռնի տեղահանված Մեսրոպյանների նոր հաճնի տուն մի քանի ոստիկաններ են մտել ու տեղեկացրել, որ ընտանիքի մորը Գայանե Մեսրոպյանին տեղափոխելու են Դիլիջանի բաժին։ Անչափահաս 3 երեխայի աչքի առաջ են ուշ գիշերին Գայանեին բերման ենթարկելու հասցրել Դիլիջան առանց բացատրություններ տալու։ Ասում հենց հիմա մեզ հետ պիտի գաս բաժին, մեր ավտոյով, մեզ հետ, Մնացալ ենք զարմացած, շշմած, շոկի մեջ, թե ինչա, չեն էլ ասել ինչի համար, ոչ մի բան։ Ձեր երեխայի հետ եք, չէ՞ տեղափոխվել։ Երեխայի հետ, երեխան լացում էր, երեխան ստրեսի մեջ էր совсем։ Հա։ Ինձ հետ երեխային ինձ հետ վերցրեցի իրանց ավտոյով տարան։ Մինչև այնտեղ չեն էլ ասել ինչի համար։ 6 բնակարան են փոխել Մեսրոպյանները 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Առաջին բնակարանը Դիլիջանի Աղավնաձորում է եղել, հենց Դիլիջանում էլ գրանցվել են։ Դա է պատճառը, որ այդ ժամին ոստիկանները Գայանեին հենց Դիլիջան են տեղափոխել։ Քննչականում հարցաքննության ժամանակ է միայն իմացել Գայանեն, որ 1 տարի հետախուզման մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի մասին մեկնաբանության պատճառով։ Մի տարի առաջ եմ հետ գրել, մի տարի առաջ գրածս ինձ երեք են եկել գտել, բռնել, մի տարի առաջ էր այդ գրարումս, մի տարի առաջ, ասма քեզ մի տարի է մենք ման ենք գալիս, ռոզսկի մեջ եմ։ Գայանեին խնդրեցինք ցույց տալ մեկնաբանությունը, պարզվեց հեռախոսը Դիլիջանում վերցրել են ուսումնասիրելու համար։ Բացեցին, ասում այս կոդ չկա դրած, ասում չէ իմ հեռախոսը կյանքում կոդով չի եղել։ Իմ հեռախոսը այս էջն է, ասում հա, fake edge ունես, fake edge որն է, ասում եմ, էսա իմ edge-ը մի հատ է։ Մեկ էլ երեխեքն են խաղում, սա խաղեր է մեջը։ Մի ունենց բան չկա էլի, որ վախենաս, մի չգիտեմ իմանաս ինչա։ Թե պիտի մնա մեր մոտ, կամ թող մնա, տենց բաներ են կորցրել։ Սա առաջին դեպքը չէ, որ սոցցանցերում գրառումների համար քաղաքացիների են ձերբակալում։ Շաբաթներ առաջ 60-ամյա կնոջ էին ձերբակալել կրկին քաղաքական ենթատեքստով մեկնաբանություն գրելու համար։ Մեսրոպյանների ընտանիքի հայրն ասաց, իրենց կողքի գյուղում էլ մի տղամարդու են ձերբակալել։ Իրավապաշտպանի կարծիքով ընտրություններին ընդառաջ իշխանությունների նման վարքագիծը շատ վատ նախադեպ կարող է լինել։ Վերջին դեպքը արտառոց է իհարկե, բերման են ենթարկել գրառման համար։ Բռնության կոչի, թեկուզ բռնության կոչի համար, ընդ որում ամենասարսափեցնողը նա է, որ երեխաներից մեկին բերման են ենթարկել մոր հետ միասին։ Սա աննախադեպ իրավիճակ է, խայտառակ իրավիճակ է։ Մեր նկարահանման պահին ընտանիքը շտապում էր դուրս գալ, նորից էին կանչել Դիլիջան հերթական հարցաքննությանը։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, ինչ հոդվածով է կնոջը մեղադրանք առաջադրվել, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։